խնդրում եմ ամփոփենք մինչ այս պահը նոր մանրամասներից սկսելով։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ինչպես տեսակ, եթե չեմ սխալվում, ժամը 12-ից մինչ այս պահը ընթանում են խուզարկություններ, մասնավորապես Արմատ մեդիայի խմբագրությունները իրականացվում, արգրավել են արդեն իսկ թիվը այս բան չեմ կարող ասել, բայց հեռախոսները, եթե չեմ սխալվում, թվով 9 հեռախոսներ, ընդ որում այդ հեռախոսները եղել են ոչ թե պատկանել են ոչ թե Արմատ մեդիային, ընդամենը եղել է մի հեռախոս, որը որ վարվել է Արմատ մեդիայի աշխատակիցների կողմից, բայց զատ այդ հեռախոսից նաև պետք է արձանագրենք, որ դատարանի որոշմամբ խախտվել է մի շարք անձանց իրավունքները, մասնավորապես դատարանի որոշմամբ չի արձանագրված եղել, որ պետք է արգրավեն օրինակ այստեղ թվով 8-9 աշխատակիցների հեռախոսները, ինչով խախտվել է վերջիններիս նամակագրության անձնական կյանքի իրավունքը սահմանադրությամբ երաշխավորված եւ այս պայմաններում, այո, պետք է նշեմ, որ կատարվում է ապօրինի գործողություններ։ Նաեւ հարգելի գործընկերներ, նկատեցիք, որ տեսեք, երբ որ քննչական գործողությունը ավարտվեց կողքի սենյակում, տեղափոխվելու համար պիտի դուռը բացեինք եւ անցնեինք մյուս քննչական սենյակ, անգամ մասնակիցներից, որը որ չի ցանկանում նշել իր տվյալները, անուն ազգանունը, թեպետ շնորհակալ եմ ձեզ, որ արձանագրել եք հենց այդ կադրը, փորձում էր միջամտել, որպիսի փաստաբանը պատուհանից տեղափոխվի քննչական մյուս գործողության սենյակ, փակելով այդ սենյակի դուռը։ Պետք է նշեմ, որ ես հարգում եմ իմ մասնագիտությունը, փաստաբանի եւ թույլ չեմ տա որևէ մեկը խոչընդոտի իմ մասնագիտական գործունեությանը եւ այդ անհետևանք չի մնալու։ Իսկ ոնց եք պատկերացնում հասարակ քաղաքացու նկատմամբ ինչպես պետք է վարվեն, եթե փորձեր են կատարում փաստաբանի ազատ տեղաշարժման իրավունքը արգելելու, հարգելի գործընկերներ, սա կատարվող այս խուզարկությունը իր մեջ բազմաթիվ անօրինական գործողություններ է պարունակում։ Այդ որոշումը պաշտպանական կողմը փաստաբանը, ես իմ գործընկերը միանշանակ բողոքարկելու ենք, քանզի վերցվել են հեռախոսներ, Քանի հեռախոս, քանի 9, եթե չեմ սխալվում, 9 հեռախոսներ են վերցվել, որոնք ընդհանրապես կապ չունեն Արմատ մեդիայի հետ։ Օրինակ, եթե ձեզանից որևիցե մեկը այստեղ լիներ ու անձը պարզված չլիներ, հնարավոր է ձեր հեռախոսն էլ վերցնեին եւ փաթեթավորեին այն պայմաններում, երբ որ աշխատակիցները Արմատ մեդիայի աշխատակիցները չեն հրաժարվում տրամադրել հեռախոսները, այդ թվում հեռախոսի գաղտնաբառերը, խնդրելով, որ իրենց անձնական կյանքի եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ կան այդ հեռախոսում, չենք առարկում, որպիսի հեռախոսը զննեք, վերադարձնեք մեզ։ Այս պայմաններում անգամ հեռախոսը չեն զննում, պատճառը այն է, որ շտապում են այլ գործողություններ ունեն կատարելու։ Մեր երկրում ցավով պետք է նշեմ, որ այդ չափ ռեսուրսներ, որոնք օգտագործվում են ոչ մի բանի համար, ընդամենը ապօրինություններ կատարելու համար, այս ծավալի գործողություններ, ուղղակի խոսքեր չունեմ նկարագրելու ինչ է կատարվում, հարգելիներս։ Տիկին Գասպարյան, իսկ ինչ կապ ունի Ալիկ Ալեքսանյանն այս գործը։ Ըստ էության կարճ արձանագրեմ, այս քրեական վարույթի շրջանակներում է կատարվում այս խուզարկությունները, հարուցված Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի քրեական վարույթի շրջանակներում ըստ դատարանի որոշմամբ հիմքը դա է, այս գործողությունները դրա հիման վրա են, հարուցված քրեական վարույթի շրջանակներում են կատարվում։ Իսկ ինչ կապ ունի նա։ Ինչպես
Մի քանի օր առաջ տեսանք, Ալիկ Ալեքսանյանին մեղսագրվել էր փողերի լվացում եւ նյութապես շահագրգռելով անձանց հավաքներին ներգրավել, մինչդեռ չունեինք որևէ փաստական տվյալ, այլ միայն օպերատիվ տվյալ ունեինք, որը որ որևէ դատական վերահսկողության ատյանով չէր անցել, զուտ օպերատիվ տվյալով Ալիկ Ալեքսանյանը այսօր գտնվում է անազատության մեջ։ Դատական ակտը իհարկե բողոքարկվել է, այս դատական ակտը խուսարկություն կատարելու մասին որոշումը եւս բողոքարկվելու է, հուսով եմ, որ ի վերջո արդարադատությունը վերականգնվելու է, քանի որ այլ ընտրանք չկա։ Եթե հարցեր ունեք, ավարտվել է, արձանագրությունն են կազմում, որպեսզի համապատասխան ստորագրություններ դրվեն եւ այսքանով ավարտում են, եթե չեմ սխալվում, նաև որոշում կար, որ դռները կնիք են, որպեսզի անձինք ներս չմտնեն իրենց աշխատասենյակ։ Այդ կերպ հարգելիներս փորձում են ամեն կերպ խոչընդոտել նաև ձեր գործընկերոջ Արմաթ մեդիայի գործունեությունը։ Նախաքննության գաղտնիքը չխախտելով զանգվածային լրատվության միջոցը ինչ կապ կարող է ունենալ Ալիկ Ալեքսանյանի գործը։ Օպերատիվ տվյալ ունեն, որ հնարավոր է ինչ-որ ապօրինի, անօրինական հայտնաբեր են էլի ինչ-որ փաստաթուղթ, չենք կարող ասել, մենք եւս սպասում ենք, թե հայտնաբերվածներից ինչն է դա լինելու անօրինական, այսինքն մարդկանց, տանում են օրինակ մարդկանց նշումներով թղթեր, տետրեր, նոթբուք նշումներով բացում նայում են նշված է ինչ-որ համապատասխան անձի տվյալ, որը ընդամենը ապահովում է այդ մարդու գործունեությունը, օրվա աշխատանքը եւ այդ թուղթը վերցնել տանել որպես այդպիսին դրանով փորձել ոնց ասեմ բացահայտել հանցագործություն, մենք եւս այս կարգավիճակում ոչինչ չեմ կարող ասել, մենակ կարող ենք արձանագրել, որ որևիցե գործողություն, մասնավորապես որ նշեցի անձանց հեռախոսները վերցնել, որոնք որևիցե կապ չունեն այս Արմաթ մեդիայի հետ, անձնական հեռախոսները, այս պահին այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալություն։